դա էլ է գիտակցություն։ Շատ ժամանակ մարդիկ վիճում են, որովհետև իրանք ենթադրում են, որ sense բան են իրար ասել ու իրանք նույն ձև են հասկացել, բայց ինչ կարող է մի քիչ այլ ձև իրանք հասկացել։ Հա։ Ծանր էր, հետո մի քիչ ընդկաստան։ Արի, ես էլ զգացում ունեցա։ Արի, եթե կմտաբերես, կիսվիր մեզ հետ քո ամենասենց արկածային պատմությամբ, քո ճանապարհորդություններից ինչ-որ մեկին, եթե ինչ-որ տենց արկածային բան է եղել, ամենասենց տարօրինակ, գուցե միստիկ, հետաքրքիր փորձառությամբ կարողանաս կիսվել։ Հա, ինչ մտքիս եկավ այդտեղից սկսեմ ու կարծում եմ կկարողացվի։ Մեն վերջի անգամ ես Հնդկաստանում էի այս տարի, գարնանը։ Եվ երբ գնացի, ես իջա հարավում, Չենայում ու միտքը էր, որ գնամ դեպի հյուսիս։ Եվ այնտեղ նախ մեկ-երկու այնպիսի ասենց դիեզերական հանդիպումներ եղավ, ասենց ճիշտ պահերին, որ ինձ ուղղեց մի քիչ էլ դեպի հարավ, դեպի Տիրուվանամալայ, դեպի Ռամեշվարամ, որ մի քիչ ավելի քիչ հայտնի ոնց որ յոգայի լայնատարած շրջանակներին կետեր են, շոփ մեծ հզորությամբ, ես գնացի այնտեղ, եւ ճանապարհին նաեւ իմացա, որ երբ որ ես Հնդկաստանում եմ, կատարվում է Մահակումբա Մելա կոչվող հավաքը։ Այո։ Ուրեմն Կումբա Մելան սանատան դարմայի, այսինքն արիական գիտակցության եւ մշակույթի կրող մարդկանց ամենամյա չէ, 12 տարին մեկ հավաքն է։ Այդ հավաքը կատարվում է 12 տարին մեկ։ Ինքը արիական մշակույթի մարդկանց համար կարևորագույն հավաք է համարվում։ Ամեն 12 հավաքը մեկ կոչվում է Մահակումբա Մելա, այսինքն the great մեծն Կումբա Մելա։ Այսինքն 12 անգամ 12 144 տարին մեկ կա կատարվում։ Ու ես Հնդկաստանում եմ, պարզվում է, որ հենց այս պահին կատարվում է այդ 144 տարին մեկ ամենամեծ հավաքը։ Մահակումբա Մելայի մասին առաջինը ես լսել էի ավտոբիոգրաֆիա յոգա գրքից։ Յոգանանդայի գրքից։ Իրականում Յոգանանդայի գիրքը հավասար Բhagavad Gita-ին ինձ բերել է դեպի Հնդկաստան ու հենց Յոգանանդայի գրքի ճանապարհով եմ ես գնացել։ Ուրեմն գրքի առաջի գլուխները Կարաբավական ցնդած թվա, ես մարդկանց խորհուրդ եմ տալի կարդալ առաջին, երկրորդ, չորրորդ ու հետո 9-ից սկսած։ Հետո եթե ուզեք կարող եք հետ գալ սկզբի գլուխներն կարդալ։ Դե նայած ինչքան ցնդած բան եք ուզում։ Ուրեմն 9-րդ գլխում ինքը հանդիպում է իր ուսուցչին, իր գուրուին։ Եվ ուրեմն ինքը պատմում է մի քանի գլուխ իր ուսուցչի մասին ու թե ոնց էր ուսուցչի մոտ ինքը ուսուցում անցնում մի քանի տարի եւ դա կարդալով ես սիրահարվում եմ իր ուսուցչին, իր գուրուին, որպես հարգալից մարդ, ուսուցիչ, հա, մեծ ակնածանքով եւ հարգանքով եմ սկսում վերաբերվել, այն թե ինքը ոնց էր իր աշակերտներին ինչ սիրով եւ համերխստությամբ զարգացնում եւ ոնց էր ընդունում իր տուն, հա, գերակրում, զարգացնում եւ ուղու վրա դնում, ես ուղղակի շշմած էի, ոչ ոք չեմ գտնում ասեմ, այդ ամեն ինչից։ Այնտեղ նաեւ խոսում է գուրուի մասին, ով Լայրի Մահաշայանն է։ Հա։ Եվ առաջին անգամ Հնդկաստան գնալուց ես գնացի գուրուի տուն։ Գուրուի քաղաք եւ Վարանասի եւ քայլելով գնում եմ դեպի իմ booking-ով վատվիած տեղը ու մի հատ sense մոտո է գալի կանգնում երկու բառ խոսում ենք իրար հետ ասում եմ հա ես էլ Լայրի Մաշեի տունը գիտեմ որ այս քաղաքում է ասում է հենա տուրը Պատկերացնում ես մեծ քաղաք միլիոնանոց քաղաք հա դրանք օգնում են կանից այդ բանը Ձգողականության օրենքին համապատասխան Ես մի քիչ շեղվեցի իմ երկրորդ ճանապարհորդությունից դրա առաջի ճանապարհորդություն Յոգանանդայի գրքի մեջ հետո Յոգանանդան մի քիչ չաճճի է ինքը անդադ sense է ուրեմն ինքը ասում է ուսուցիչ ես ասում եմ գնամ այսինչ հավաքին ուսուցիչը ասում է նայ քո զարգացումը հիմա այդտեղ չի նենց չի որ դու բարձրագույն արժեքան գիտակցությունը այդ հավաքի վաղտ ես հանդիպելու Յոգանը ասում է չէ ես ուզում եմ գնալ խնդրում եմ եկեք ես գնա ու տենց գնում է ինքը հա եւ Մահակումբա Մելա
նաև յոգանանդայի գրքի մեջ էր։ Կա, ինքը գնում է Կումամելա։ Տեղից ես գիտեի Կումամելայի մասին։ Ես գիտեի իր կարևորության ու զորության մասին։ Ու արյուտես ես Հնդկաստանում եմ ու մեծն Կումամելան է կատարվում, հա։ Եվ ես էլ 4-5 ամիս պատրաստում էի ճանապարհորդել ու մի 50 կիլո բան ունեմ հետս, որ տանում եմ։ Ուրեմն ամբողջ գնացքային համակարգը Հնդկաստանի փոխվում է այդ Կումամելայի ժամանակ, որովհետև օֆիցիալ նախասեմ ինքը երբևէ եղած ամենամեծ մարդկային հավաքն է, որ երբևէ մարդկության պատմության մեջ եղել է այս տարվա այդ հավաքը։ Եվ Հնդկաստանի ամեն ծայրերից մարդիկ ուզում են գնան այդ հավաքին։ Գնացքում ասեղ գցելու տեղ չկա։ Երկու հարկ է գնացքը, հա։ Երկրորդ հարկում դու կարող ես ասենք sense ուզես մի հատ թեյնիկ դնես ինչ որտեղ, տեղ չգտնես թեյնիկ դնես։ Ուրեմն երբ որ գնացքը այդ վիճակում է, պատկերացրու դուրսը ինչա կատարվում, երբ որ մարդիկ ուզում են նստեն գնացք։ Հիմա ես մեջքիս է մի 30 կիլո, երկու հատ էլ ձեռս է, sense մեծ բան է։ Ու դրանով ես պետք է մտնեմ այդ գնացք։ Ու այնտեղ սպասել, բան, ասենք տուրիստա թողենք ինքան ասնի, դες բան չկա։ Հա, եւ հենց գնացքը կանգնեց, ամեն կողմից sense մարդիկ հասնում են դրա վրա։ Ու ես sense կապվում եմ sense շիվայական էներգիաների հետ, որ ոնց որ շիվա շակտի yin yang, այսինքն այդ sense վայրի տղամարդկային էներգիայի հետ ու ասում եմ ձև չունի, ես գնացքն է, որ հեսա կանգնելու ինձ պետք է հասցնի ընդեր, ես պետք է նստեմ այդ գնացքը, всё։ Ուրիշների ձեռը բան չկա, որտեվ իրանք սովոր են sense շորերով, ասենք գնում են, գիշերը ցուրտ է, մեկը մի պասենց քունտապը պարկում գնում է նույն տեղը, որտեղ կանգնած էր։ Հա։ Բայց ես ոնց որ համ իմ սնունդն եմ տանում, համ իմ շորերն եմ տանում, հազար մի, ասենք երկու հատ կամերա եմ տանում, այս տրիպոդներն եմ տանում, sense շալակած։ Գնացքը կանգնում է, ես sense գազանի նման պետք է գնամ, այդ մարդկանց ամբողջ բոլորը նույն այդտեղ ոնց որ sense նստելով չես կարող գնացք նստես էլի, եթե դու վիզա ստրետ քո pilgrimage-ի քո ոնց այրեն օգտագնացության մասն է, որ դու պետք է գնաս ակետից հասնես, ու դու պետք է գնաս։ Ու ես գնում եմ այդքան բանը sense անցկացնում եմ մարդկանց մեջով, նստում եմ գնացք, նայում եմ տեղ չկա, երկրորդ հարկում մի հատ տեղ եմ տենում, օրակ հանում եմ այս ամեն ինչը շփորտում եմ վերև, թռնում եմ վերևը, այդտեղ իմ տեղը զբաղացնում եմ, շուն եմ քաշում, ու այդտենց գնում ենք Կումամելա, արանքում ծանոթություններ, դա սկզբից ես մարդիկ վախեցած են ինձնից, որ ես կիժով արտասահմանցի է, բայց sense վայրի է իրեն պահում, եկել է ոնց որ կարող է գնաց գնստի, ասենք ուրիշ չկա այնտեղ եվրոպացի հասկանում ես։ Նենց տեղեր ես գնում, որ թվում է թե պետք է յոգերը հետաքրքրվեին գային, բայց կարող է մանգաս մի օր չճարես։ Դե բայց դուխի հարց է, ամեն յոգայով զբաղվող մարդ չի, որ այդ գիտակցությունն ու դուխը ունի իրական։ Սենց սիրուն պուպուշ գորգը փռելով չի, ես միշտ ասում եմ, յոգան գորգի վրա չի, յոգան միայն գորգի վրա չի։ Իրականում յոգան սկսվում է այն ժամանակ, երբ որ դու այդ գորգի վրա սովորած գիտելիքները սկսում ես տանել աշխարհ։ Այսինքն քո այդ զինվորի դիրքը, հա, հերոսի կեցվածքը, խոնար երեխայի դիրքը, չգիտեմ, այն բացված կամրջի դիրքը, անիվի դիրքը, որ դու այդ ընթացքի մեջ ես, այդ դիրքերը բոլորը պիտի տանես արտաքին աշխարհ։ Այդ է յոգան։ Մի բան է պատմեմ։ Արի։ Հա։ Գնացի հասա այդ քաղաքը, որի շուրջը մեծ հավաքը։ Պետք է տեղի ունենար։ Հիմա այդ քաղաքում տուն պետք է գտնեմ։ Հեշտ գործ չի, որտեվ բնակչությունը քաղաքի սովորաբար ինքնին 5 միլիոն է առնում, հիմա 50 միլիոն է։ Հա։ Ուրեմն մի տեղ էի ուզում գնայի։ Այդտեղ գնալուց հա, ուրեմն տաքսի եմ կանչում։ Մոտո տաքսի եմ կանչում, չի գալի։ Նենց են սարքել, որ դու ուղղակի կանչում ես, չի գալի։ Ինքը զանգում է քեզ հինդիով ինչ-որ բաներ է ասում, ասում է ախպեր, բանը 500 դրամ է ասում, բայց 1000-ով կտանեմ։ Ասում ես անգլերեն էլի, ինքը շարունակում է հինդի խոսալ, իրա չեք հասկանում, անջատում է գնում է։
15 րոպե տաքսի եմ սպասում, չի գալի։ Մի հատ մոտո եմ կանգնեցնում, ասում եմ կարող է ես քեզ փող տամ, ինձ տանես, բա չէ կներես ոնց որ գործեր ունեն։ Ու մի հատ մեկ է մարդ է կանգնում, ոնց որ ինքն է սկսում օգնել, ու այս երկուսը ոնց որ sense խոսում են իմ հետ։ Ու ես զգում եմ, որ իրանք sense բլա 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 sense են անում։ Ու ոչ դա ինձ չի օգնում։ Ես զգում եմ, որ ես հետ եմ ընկնում։ Իմ ճանապարհից, իմ ժամանակից ես հետ եմ ընկնում։ Իրանք ասում են, չէ, սպասի, ինչ որ բլա բլա։ Մեկը ասում են, հələ քարտեզի վրա ինչ որ բան ցույց տու։ Մեկը ես հասկանում եմ, որ իրանք լրիվ ուրիշ բանից են խոսում։ Ու ոնց որ չեմ ուզում կոպտան իրանց ասեմ հաջող։ Ու արդեն արդարացել sense լարվածա, որ ես պիտի գնամ ժամը այսքան ինչ որ տեղ հասնեմ, հա։ Ու նենց է ստացվում, որ մի 7 րոպե տենց անցնում է, ու մեկ էլ մի հատ ուրիշ մոտո է գալի, որ դրանցից մեկը կանգնացնում է այդ մոտոին, ու ասում է, այստեղում sense տեղ է մի հատ պետք գնալ, դու կտանես, այդ մոտոն ասում է, հա։ Հիմա տիեզերքի տեսանկյունից, այս փաստացի արի նայենք։ Ենթադրենք ես այդ մարդկանց շուտ ասում եմ հաջող։ Ու ես գնում եմ, որ ուրիշ բան գտնեմ։ Ապա-թափալ ուրիշ մարդկանց եմ գնում հարցնեմ, որ ոնց կարամ հասնեմ կամ ով ինձ կտանի։ Ու էլի ինչ որ չէ։ Բայց այս մարդկանց գործը այն էր, որ բլա բլա անեն, ինձ պահեն տեղ, որ այն մյուս մոտոն գա, որ կարողանան գնանք։ Այդ էր ճանապարհը։ Այսինքն կապ չունի իրենք ինչ էին խոսում իմ հետ։ Կարեր դու հանձնվեիր ու պրոստը բաց թողեր այդ շանսը։ Դե, հա, եթե ես հանձնվեի, այսինքն կամ էլ հանձնվելու հակառակը էգոյովս ասեի, ես պետք է գնամ հասնեմ, հա, ես այդ շանսը բաց կթողեի։ Բայց այնինչ տիեզերքին մի քիչ ժամանակ էր պետք, որ ինձ լրվեցնի ինչ-որ տեղ, որ կազմակերպի այդ բանը իմ համար։ Այդ մոտոն ինձ տանում է ինչ-որ տեղ, ճանապարհին նաև ասում է, բայ ես ինձ ընկեր ունեմ, սենյակը կարանք քեզ ցույց տանք։ Տանում է ցույց տալի, չեմ հավանում այդ սենյակը, եւս մի տեղ է տանում։ Մի տեղ է տանում, հենց աշճաններով բարձրանում ենք, որ տիրոջը հանդիպենք, գալիս է sense գանգուր մազերով, մի քիչ մորուքով, խոր ձայնով խոսող մի գիծե ինձնից մի քիչ մեծ, ինձնից մի 5 տարի մեծ։ Երևի տղամարդ ձեռնափայտով էր ման գալի, ոտքը կաղում էր։ Ու sense բիզնես վիճակի մեջ մենք սկսում ենք խոսել, հետաքրքրություն է նաև առաջանում, որտեղ sense լուրջ մարդ էր էլի։ Ինձ մի հատ դղյակ ենք գնացել 3 հարկանի, այդ դղյակի տերն է ինքը։ Հա։ Ու ասում եմ, my name is Prince։ Հա։ Ու հիմա Prince-ի հետ ենք խոսում, բա խոսենյակի մասին խոսում ենք, ասում են կմնաս ոնց որ մի քանի հոգով ինչ որտեղ ասում են, չէ, իմ սենյակն է երևի պետք, բա 3000 ռուպի, ասում է, օքեյ կլինի։ Ես 5 ամիս ճանապարհորդում եմ, նախընտրում եմ 2000-ի մեջ սահմանափակվել։ Բայց շատ լավ գինա 3-ը։ Նայ, եթե հյուրանոցներս վերցնում, նորմալ գինա։ Հա, բայց երբ որ 5 ամիս դու ճանապարհորդում ես, ես 1000 ռուպիով նենց վերջ տեղեր եմ մնացել, աստվածային տեղեր եմ մնացել, որ որևէ հյուրանոց ինձ sense բան չէր կարա տար։ Հա։ Okay, ես իրեն ասում եմ նայ, в принципе 2000-ի մեջ արի փորձենք ինչ-որ բան գտնենք, ասում եմ լավ, արի մի չէ խոսենք ու սկսում ենք ծանոթանալ։ 10 րոպե հետո ինքը ասում է, my friend ասում է, I will not take a single rupee from you։ Մի ռուպի ասում է չեմ վերցնի քեզնից։ Դու իմ պատվավոր հյուրն ես, դու կարաս մնաս տեղ ինչքան կուզես, ես իմ ավտոյով քեզ կտանեմ, կճանապարհորդենք իրար հետ։ Ընդհանրապես ինձ ուրիշ բան պետք չի, ես sense զգացի մեր կապից, մեր զրույցից ես այդպես զգացի, հա։ Եվ հիմա մենք lifelong ընկերներ ենք։ Հա։ Պատկերացնում ես։ Զիլ։ Հա։ Հազարագույն ժամանակ ենք անցկացնում մի քանի օր այդտեղ, թե բիզնես համագործակցություններ քննարկել, թե հոգևորից խոսել, անձի զարգացման հարցեր, հա, ու աստղային, հա, հա։ Հետո նենց ստացվեց, որ մի 2 օր ավել մնացի ես այդտեղ, որտեղ ինքն էր ասում, այ մի այդտեղ գնանք, այնտեղ գնանք, ոնց որ Գառնի Գեղարդը քեզ ցույց տանք, իմիջայլոց Ռամայի ու Սիտայի ճանապարհորդության ժամանակ այնտեղ մի հատ գյուղ կա, որ իրանք այնտեղ մնացել են, ինքը այդ գյուղից էր։ Գնում ենք իրանց տանն ենք մնում, այդ գյուղի իր մամայի սարքած կովի, բանի բուֆալոյի կաթի գի ենք սարքում իրար հետ, հա, դրիվ տենց
վերջներ, հա։ Հետո մի երկու օր շատ եմ մնում, ես պետք է թռնեի իմ կուրսեցու հարսանիքին հարավում։ Էդ էլ էր վերջը, Անահիտ։ Ուրեմն ես մտածում էի 2 շաբաթ Հնդկաստանում մնամ, թռնեմ Բալի 2 ամիս, հետ գամ մի ամիս էլի Հնդկաստանում մնամ, հա։ Ու ինձ ուղարկում են հարավ սկզբում, հետո բարձում է որ ակումբանելանա որ ես պետք է մասնակցեմ, ստացվում է իմ 2 շաբաթ Հնդկաստանը ձգվում է, դառնում է մի ամիս ու ավել։ 3 շաբաթ հետո ամերիկացի կուրսեցիս որ հնդիկ է, բայց ChatGPT-ում է աշխատում, կստացի, ծրագրավորող է, ամնում է աշխատում, իրան գրում եմ, ասում եմ կարող է Հնդկաստանում ես, ինչ կա չկա, դե հույս չունեմ էլի Ամերիկանում է հիմնականում մտնում։ Բա մարտի 1-ին հարսանիքս է Բենգլորում, հրավիրում եմ քեզ, շատ ուրախ կլինեմ, որ մասնակցես։ Հա։ Որ այդ պահի դրությամբ ես դեռ գիտեի, թե պետք է մի շաբաթ շուտ դրանից, մի շաբաթ շուտ ես թռած եմ Բալի։ Իմ պլանը էդ էր։ Ես իրան այդ մեսեջի մեջ, հենց ասում եմ my friend, there is no way that I can miss this, ձև չկա, որ կարող է չգամ էլի, այո, գալիս եմ։ Դե համել հարուստ մեծ հնդկական հարսանիք ականատես լինել, ով չի ուզում։ Հա, ուրեմն պրինցի հետ այնտեղ շատ ենք մնում, հա, և ես ասում եմ, պրինց, ես պիտի գնամ հարավ, գնացքով եմ էլի ուզում գնամ հարավ, հա, բա չէ ասում եմ, ես սամալյոտի տոմս կարնեմ քո համար, դու մնա, հետո ինքնաթիռով կթռնես, հա, դե ես գնացքներով եմ, շատ է ճանապարհորդում, ու դրանից հետո գնում ենք Վրինդավան, ուրեմն այդ գնացքի մեջ, որով ես գնում էի պրինցի մոտ, որ հələ պրինցին չէի հանդիպել, մի մարդ եմ հանդիպում, որ էլի սկսում ենք խոսել, այն որ սկզբից մտածում էին ես գիժով, որ եկել է տենց այսքան իրերով տեղավորվում է գնացքի մեջ, հա, հետո ծանոթանում ենք, իմանում են, որ ես էլ յոգա եմ Սանատան Դարմայի ու այս մարդու հետ ծանոթանում ենք, ինքն էլ ասում է Վրինդավանի կողքն եմ ապրում, կարող է գաս քեզ Վրինդավանում ման կտամ։ Ես գիտեմ, որ ամսի 1-ին հարսանիքի եմ լնելու, պատկերացնում եմ, որ այդ բանից Պրիագրաժից հետո պետք է գնամ վերև, ու այնտեղից կարամ գնամ հասնեմ այդ հարսանիքից, չէ, իրան ասում եմ, հա, ասում եմ ամսի 23-ին, 24-ին կարամ գամ։ Սկզբից գնում եմ պրինցի մոտ, հետո արդեն այդ տղու հետ պայմանավորված եմ, որ պետք է գնամ Վրինդավանում իրա տանը մնամ, իրա հետ ճանապարհորդենք։ Պրինցը տեղից ասում է, կարաս ոնց որ շատ մնաս, այն մեկը մի քիչ հետ գցենք ինքնաթիռով թռնես Բենգլոր։ Սաղ sense ծերին հասցվում է։ Նենց բան, որ հիմա նայեմ, ասենք այդքան օրվա մեջ ոնց կարելի էր այդքան կազմակերպել իրար հետևից, այդ ես չեմ արել։ Այդ ես չեմ արել։ Ես կանգնում եմ փաստի առաջ, որ այսքան վերջ բաներ եղավ, այսքանը չէր կարող պատահականություն լինել, որտեվ ես ստատիստիկայի վարպետ եմ, ամոթ չեմ անում ասեմ։ Ես կարող եմ տարբերեմ պատահականությունը չպատահականությունից, երբ որ այնքան ես հավանականությունը հաշվում եմ, թե ինչքան է հավանականությունը, որ այս է պատահականությունը լիներ, երբ որ ինքը գալիս է արդեն զրոյանում է, ես լավ գիտնական փորձելով լինել, դա պրիզնատ եմ գալի, ու չեմ ասում, հա չէ, երևի մի հատ բան կար, որ պատահական եղավ, դե լավ ոչինչ, այլ ես այդ փաստին նայում եմ աչքերի մեջ ու ասում եմ, դիեզերքը գիտակից զարմանահրաշ, հզոր, սիրալիր մի էություն է, կոչի Աստված, կոչի դիեզերք, հա, եւ այդպես է, որ ես սկսել եմ Աստծուն հավատալ։ Ոչ թե ես կույր հավատացել եմ սկզբում ու հետո ինչ-որ բաներ ա եղել իմ, հետո ես ասել եմ օքեյ, հա, այլ ես փորձել եմ թացը չորից տարբերել ու երբ որ իրոք զարմանահրաշ բաներ լինում, ես կարող եմ տեսնել, որ այդ իրոք զարմանահրաշ է։ Ու նման բաները Հնդկաստանում շատ են լինում։ Ես կուզեի տենց մի պատմություն էլ ես պատմեմ, իրականում հասկանում եմ, որ շատ բաներ այնքան սյուրռեալիստական ու միստիկա, որ ես դեռ պատրաստ չեմ սենց բաց պատմել, ավելի նեղ շրջանակներում, որ վստահ լինեմ, որ մարդիկ այդ գիտակցությամբ դեռ կհասկանան, բայց որոշ բաներ։ Հետո ինձ կպատմես։ Այո։
Որոշ բաներ արդեն գիտես, այն նախորդ Վարանասիից, Կաջուրախով Վարանասի ուղևորությունից ինչ միստիկ ձևով ինձ տարավ իրանց այդ դիցական տոնին մասնակցեց ու լիքը հարցերի պատասխան տվեց տարածությունը, արարիչը, տարածությունը, անսահմանությունը, վերին գիտակցությունը, դրանից էությունը չի փոխվում բանի։ Անունները շատ ձև կալին, բայց այստեղ մի հատ շատ սիրուն բան եմ ուզում իրար հետ պարզ դարձնենք մարդկանց համար։ Հիմա այնպես ստացվել, որ մենք քրիստոնեության մեջ ենք, մենք իսկապես ես ինձ համարում եմ ճշմարիտ հավատավոր քրիստոնյա, այնպես ոնց որ ինձ տրվել է, բացվել է, շնորհալի հասկանալ, նարեկ զգալ, հասկանալ, շատ քրիստոնյաներ չի որ կարողանան այդ աստիճան զգալ ու խորապես հասկանալ էությունն ու ուժը։ Ուղղակի կան ասեն դե ասում են ուժեղա, բայց որ իսկապես դու հպվես այդ ուժին ու զգաս, այդ ինձ թվում է գեղեցիկ շնորհ ու այն որ բախտ ունեմ։ Միջայլոց նարեկը հզորագույն էություն գործա։ Ինձ համար նաև շնորհալին։ Հետո կասեմ թե ինչի է շատ հետաքրքիր ձևով է այդ բացվել ու ուրախ եմ, որ այդ տեսիլականը արդեն տարածում է ունենում անկախ իմ հետ կապված, որ ոնց որ իմ մեջով եկավ, բայց դա իմը չի ընդամենը, ոնց որ ես տեսա ու մարդիկ որ զգում են ճշմարտացիությունը, միանգամից ինքը անկախ քեզանից տարածվում է այդ ճշմարտությունը։ Շատ կուզեմ, որ մարդկանց հասանելի դարձնենք այն իմացությունը, օրինակ ես նույնպես հնդկական դիցաբանության այդ կերպարներին շատ խորապես հարգանքով եմ մոտենում ու վերաբերվում, ինչի շնորհիվ, հա, հիմա շատերը կասեն այդ ինչ որ հինդուիզմա, բուդդիզմա, ինչ որ իզմի մեջ կդնեն այդ գիտությունը, բայց ինձ մոտ մի անգամ ինքը իզմից դուրս է։ Ինքը իզմերից դուրս է, ինքը իրականում ճշմարիտ գիտություն է։ Այո։ Հիմա մի հատ ասեմ, տես ինչ կասես։ Երբ ուսումնասիրում էի հնդկական դիցաբանությունը, իրոք չեմ կարող ասել որտեղից եկավ այդ շնորհը, որովհետև այս ֆիզիկական կյանքում ոնց որ ես քիչ բան եմ հասցրել անեմ, բայց ես հասկանում եմ, որ ես խորքային տեսնում եմ ինչի մասին է այս պատմությունները։ Ես տեսնում եմ, որ այս դիցերը որ կան, որ սովորական մարդիկ ինչ որ կերպարներ, ինչ որ չգիտեմ, Կրիշնան, կապույտ մաշկով, sense Շիվան, վզինոց փաթաթած, այդ սիմվոլները, այդ կերպարները իրականում բնության ուժերի դրսևորումներ են, որոնց անուն է տրված։ Որոշակի հարթություններ են էներգետիկ, գիտակցություններ են, որոնց անուն է տրված։ Եվ այդ ընկալումը, երբ որ ինձ մոտ եկավ եւ ուսուցչիս, հնդիկ ուսուցչիս մոտեցա, իսկ ինքը պանդիտների ընտանիքից, այսինքն կաստայով ավելի բարձր է, որովհետև հանդիպեցի բարևի ժամանակ կոնտակտ արեցինք, հա։ Կպատմես հետո։ Ավելի օրինակ ցածր կաստայի հնդիկները իրանք չեն տիրապետում այդ գիտելիքին, իրանք ոնց որ երկրպագում են, անում են իրենց ծառայությունը, մատուցում են այդ կերպարներին։ Բայց կաստա այդտեղ ճիշտ չի ասել ցածր կաստայի։ Հա, ես այո, հիմա շատ խառնված է, ես մի քիչ սուր ասացի, որ մի քիչ հասանելի լինի, բայց իրականում ոնց որ գյուղացի ժողովուրդը սովորաբար չեն տիրապետում այդ գրին եւ գիտության այդպես երևի ավելի շնորհակալ եմ որ ուղեցի։ Այո, ռիտուալի մեջ են ու շատ զիլ գործ են անում իրականում իրանք էլ, որովհետեւ պահվում է որոշակի մակարդակ հենց իրանց շնորհիվ։ Բայց այդ ուսուցիչները իրանք տիրապետում են արդեն գիտական տեսանկյունից եւ ես Ամիտին մոտեցա, ասացի, դե հիմա իր համար հայ աղջիկ ու ինչ որ տարօրինակ իրան բացվել է այդ ամեն ինչը ուրիշ տեսիլականով, ասում եմ, չէ որ ոնց որ այդ ձեր դիցաբանությունը լիովին ուրիշ բանի մասին է, էներգիաների մասին է, որոնց անուն է տրված, դա այդպես է թե չէ։ Ու ինքը ասում է, այո, դա այդպես է։ Ասում եմ, իսկ ինչի սովորական ժողովուրդը չգիտի ու ես որ եթե սովորական ժողովրդի հետ Հնդկաստանում խոսքի բռնվեմ, իրանք ուրիշ ձև են մեկնաբանելու դիցաբանությունը։ Դե ասում է, ոնց որ պետքա սա պահվի այս մակարդակում էստեղ, այս մակարդակում այս ձև ու եթե անգամ կապ չունի, հա, ոնց որ ով հասունանում է, իրան ավտոմատ բացվում է այդ գիտելիքները։ Նույնը մեր դիցաբանությունը, Սասունցի Դավիթը, էպոսը, ինքը գիտություն է, ով այդ ուսումնասիրել է գիտական տեսանկյունից, աստղաբանություն է, տիեզերագիտություն է, բնագիտություն է,
եւ նույն մեր հին հայկական դիցերը, եթե ասում ենք բազմաստվածություն, դա գիտություն է կոչել բազմաստվածություն, քանի որ դրանք որոշակի բնության մեջ գոյություն ունեցող էներգիաներին անուն է տրվել։ Դա գիտություն է կոչել բազմաստվածություն։ Անահիտը ինքը մայր դիցու է, պտղաբերության էներգիային անուն են տվել։ Աստված, արարիչ եւ դիծ բառերի տարբերությունները։ Դիցերը դա արարիչը չի։ Հրեշտակային նման ուժեր են, էներգիաներ են։ Ասենք քրիստոնյան, որ ասում ես սովորաբար էլի, որ ասում ես հրեշտակ օքեյ է, բայց որ ասում ես դիծ, ասում ես չէ։ Բայց դա գիտությունը այնտեղ է, երբ որ հրեշտակին, քանի որ հրեշտակը հզոր է, ասում են վայ Աստված է։ Հա։ Ու սկսում են աստվածացնել, հետո էլ ասում են բազմաստվածություն։ Բայց դու արևի արը եւ արարելու արը Այն արևը ոչ թե արևին են պաշտե հայերը, այլ արարչականից ստեղծած արևն է, որ մի բան ավել է դրանից։ Այն որ շատ խորը չգիտես, կարաս արևին նայես, բայց արն է այդտեղ, արարելն է, այսինքն աստվածային գիտակցության արևից էլ հետ գիտակցությունն է։ Այն գիտակցությունը, որ արևին ստեղծել է, դրա դեպի այդ են գնացել մեր պապերը։ Տիգրան մեծի ժամանակ դեպի այդ կողմ են գնացել։ Դες հիմա ներիր բան ասեցիր, որը Ներսե Շնորհալին հենց դա ասում է. առավոտ լուսո արեգակ արդար, առիս լույս ծագյա։ Բխումն ի հորե, այսինքն արեգակը ինքը արևապաշտությունը չի, ինքը բխում է հորից, բխումն ի հորե, բխյայի հոգվույս բանկեզի հաջոց։ Ամեն ինչ բարձ են, որ ասում է, ամեն ինչ են շախ տված է, այս դարդերի պես։ Մնում է ուղղակի տեսնել, մնում է աչք ունենալ, տեսնել այդ ճշմարտությունը։ Բայց հենց այն թմբիրի մեջ քողեր շատ կան, քողից բացի ինչ բառ կա ուրիշ, ինչ որ շղարշներ շատ կան, գցած տարբեր ուժերի ու էակների կողմից, թե սովետական կառավարություն, թե ամերիկյան կառավարություն ժամանակից եկած տարբեր ուժեր այնպիսի շղարշներ են գցել, որպեսզի ժողովուրդը ավելի խափնված լինի, խափնված ժողովրդին իհարկե հեշտ է ավելի։ Քնած լինի, խափնված լինի։ Սիրուն աղջիկ, sense նայում ես ֆորման սիրուն է, բայց քնած է մեջը։ Ոնց որ քնած դժխուհին, քնած դիցուհին, քնած տղաներ։ Ու ասում ես ինչ ափսոս է գնում է կյանքը։ Այն որ sense ինչ գործիք կա, որ մի հատ ապտակ է սարտնանա այդ մեջի փայլը, աչքերի փայլը, որ սիրուն ֆորմայի մեջ այդ գեղեցիկ կանացիությունը արտնանա, սիրուն ֆորմայի մեջ ուժը, տղամարդկայնությունը արտնանա։ Սերն է այդ գործիք։ Մի գտալ սեր։ Արի մի քիչ կրակ ավելացնեմ այս ամեն ինչին։ Ես էլ եմ ուրիշ ձև մեկնաբանում այդ անունները, որ ասացի դրա հետ կապված։ Ես ասես եմ նայում դրանք արարչի մարմնավորումներ են իրոք։ Այո։ Մենակ էներգիաներ չեն։ Այո, մարմնավորումներ են, միայն էներգիաներ չեն։ Տարբեր ասպեկտներում եւ տարբեր հարթություններում իրանք ուժի դրսևորումներ են, որը արարչի մեջ է, արարչագործության մեջ է, որին արարիչը ոնց որ արարչից բխող է այդ ամեն ինչը։ Այս աշխարհում չկա ոչինչ, ինչ արարչից չի բխում իրականում։ Եվ քանի որ ամենակարողը ինքը ու իր ձևերը բարդ են ու մենք հաճախ կարող է չհասկանանք, բայց գոնե այսքանը հասկանում ենք, որ ինչ տեսքով ուզի կարա հայտնվի եւ այսքանն էլ կարող հասկանանք, որ պարապ չէր այս քանի հազար տարին կարող է հայտնվել ինչ որ տեսքերով եւ այն երեխեքին, այն զավակին, կախված նրանից թե զավակին իր զարգացման համար ինչա իրոք պետք ստանալ տեսնել, այդ կերպարանքով կարող հայտնվել ինքը, ոնց որ եթե ուզեր, այնտեղ որտեղ որ հայտնվել ու ուզեր, հա։ Հանձինս Շիվայի այդ sense վայրի տղամարդկային որ բայց եւ գիտակից բայց եւ միաժամանակ warrior մարտիկ տեսքով հանձինս Հիսուսի լրիվ սիրալիր ընդունող համբերատար եւ խոսքով գիտակցությամբ փորձել բացատրել եւ հասկացնել, որ սերն է ճանապարհը։
իրականում Հիսուսը կրոն բառը չի տվել, կարող եք ստուգել։ Հիսուսը սեր է քարոզել, ոչ թե քրիստոնեություն։ Քրիստոնեություն բառն էլ ինքը չի ասել, ինքը չի ասել թող լինի նոր կրոն, որի անունը կդնեք դուք ինչ որ ձևով, եւ Քրիստոս նշանակում է օծյալ։ Եվ Հիսուսն էր նա եւ Մեսիան է նա, ով խոստացված էր։ Ու դա ճիշտ է։ Եվ Աստված է, որտեղ Աստծո մարմնավորում է, բայց մարմնի մեջ չես կարա Աստծուն փնտրես, ոչ թե Հիսուսը զոհվեց, այլ իր մարմինը։ Աստված չմահացավ, հետո հարություն առավ, Աստված վեր է այս մարդկային մահի գաղափարից։ Ինքը շարունակեց լինել։ Մեզ բացատրեցին այն ձևով, որ տեղավորվենք մենք եւ շատ մարդկանց այդ բացատրությունն էլ հասցրել է դեպի լուսավորում, դեպի դրախտ, ինչ բառով ուզում ես կարող ես կոչել, հա, եւ Կրիշնան Աստծո մարմնավորում լինելով գիտակից ակտիվ աշխույժ, sense մանկան էներգիա ունեցող, միաժամանակ սիրալիր, բայց համել խաղային Շիվայի չափ sense ահարկու չէ, բայց եւ պետք եղած ժամանակ ավելի հանգիստ ձևով։ Դե իրանք տարբեր էներգիաներ են նաև մարմնավորում այս աշխարհում, հա, աշխարհը ստեղծող, աշխարհի ստեղծածը պահող էներգիան եւ աշխարհը ավիրող։ Բայց ես կպնդեմ էլի, որ դա oversimplification է, այդ բանը չափի շատ բարձրացում է։ Չափի շատ բարձրացում է։ Հա, իրանք իրականում արարչի տարբեր մարմնավորումներ են։ Տարբեր դրսևորումներ։ Հա, տարբեր դրսևորումներ։ Եվ այստեղ ուզում եմ ավելացնել, հա, տիեզերական մոր կերպարը։ Ինչ ենք խոսում դրամատիկային դրսևորումների մասին միայն, հա։ Հանձինս Մարիամ Աստվածածնի Կալի Պարվատի նայած որ մշակույթից գաս, ինչ անունով կոչես Անահիտ, հա, որովհետև տիեզերքը արարվել է միաժամանակ այդ կանացի տղամարդկային էներգիաներով համահավասարազոր։ Հա, եւ Աստված մեր հոգեվոր հայրն է, նաեւ մեր հոգեվոր մայրն է։ Որտեվ ինքը սերից չէ որ վեր է։ Լիսի ասման ժամանակին խաչակնքումը այսպես է եղել հանուն հոր եւ մոր եւ Սուրբ Հոգու։ Հետո այդ մորը հանել են ու փոխակերպել է։ Սուրբ Հոգին է, որ կանացի կերպարն է, բայց ես չեմ բավարարվում դրանով։ Կանացի դերը այնքան մեծ է մեր աշխարհում, մեր տիեզերքում, հա, եւ ո՞նց է կոչվում այս աշխարհը։ Մատերիալ աշխարհ։ Մատերիալ աշխարհ։ Այտենց որ խորանանք դե կա պրակրիտի ու պուրուշան հոգին է, գիտակցությունն է, պրակրիտին ստեղծված աշխարհն է։ Հա։ Եվ էլի զուգահեռները։ Հա, մի օր ինձ տեսիլական բացվեց, որ բոլորս ապրում ենք այդ մի հատ sense հզոր տիեզերական մոր sense մեջ, ու ստացվում է, որ եւ կանայք եւ տղամարդիկ կնոջից են գալիս, եւ գիտնականները եւ հոգեվորականները բոլորը կնոջից են գալիս, sense կնոջից դուրս են գալիս, մտնում են մի հատ ավելի գլոբալ տիեզերական sense կնոջ մեջ, այդ մատերիալ աշխարհի, ու մի հատ հետաքրքիր գիրք եմ ձեռք բերել, դեռ որ լիարժեք չեմ ուսումնասիրել, այդ գիտնականը գրողով կարծեմ Բրիտանիայի հնագիտական թանգարաններից մեկի գիտնականներից է, արխեոլոգ հետազոտողներից, ու ով այդ գիտական այդ պեղումների, այդ նմուշների հիման վրա գիրք է գրել, որը կոչվում է «Երբ արարիչը կիներ»։ Ու ինքը փաստերով, այդ ՄԹԱ բոլոր այդ արձանիկներով ու այդ գտած հնություններով դա ապացուցում է։ Ապացուցումը ճիշտ չի ապացուցում,
Բան չունեմ ասել, դեռ չեմ ացանիկով չի, միայն եւ արարիչը ոչ թե կին է, այլ արարիչը համ կին է, համ մարդ։ Այո։ Մարդկային ոնց որ մի ծայրահեղությունից մյուսն ենք էլի ինքնուդ ես կինը չէ տղամարդ մարդկային մտքից վեր է այդ որ մի վարքյան ոնց է համ կին համ տղամարդ բայց ինքը ես պապային այում որպես իրան հəm ինքը տղա չի ոնց որ sense վիճակներ է գալի ու իրանք կարող է ասեն դա ոնց որ անհնար է հասկանալ քո համար դա անհնար չի Այդ այնպիսի գաղափար է, որ հենց հիմա ես ու դու նստած այդքանը կարող ենք պատկերացնենք։ Նենց բաներ կա, որ մենք չենք կարող պատկերացնենք, բայց գոնե այդքանը կարող ենք պատկերացնենք, որ արարիչը իր էության մեջ ինքը սահմանափակված չի մարմնով, ինքը հələ չունի մարմին, ինքը որ պահին ինչքան մարմին ուզի այդքան ունի, եւ մինչեւ այդ ունենալը։ Եվ գուցե մենք ենք նրա մարմինը։ Նաեւ մարմնիկներն ենք ինչ որտեղ, հա։ Չէ՞ որ հենց Bible-ը Աստվածաշունչը Պաոբրզույ պատոբը հա որ իր կերպարով ստեղծեց այսինքն ինչ որտեղ մենք հա Աստծո երեխեք ենք չէ Աստծո երեխեք լինելով ու քանի որ Սուրբ Հոգին ամեն օր նաև մեր մեջ է նաև մեր մեջ է ուրեմն մեզ կառավարում եթե ես ասեմ մենք ենք եթե ես իդենտիֆիկացված լինեմ էգոիս հետ ու էգոս ասի մենք ենք դա կլինի էգոյական ապուշտ Բայց եթե ոնց որ էգոն բաց թողես, կարնաս հասկանաս, որ էգոն չես իրականում դու։ Պիտոմ էգո գերմաներեն գիտես ինչ է նշանակում։ Նշանակում է я, yes։ Ուրեմն Ֆրոյդը ենք, որ այդ տերմինները կերտում էին, հա, դե բարձր աթեիստ էին իրանք էգոից ընկոն ոչինչ չգիտեին։ Եվ ոնց որ այդ ես-ը, էգոն ասվածը, հենց բայց իրանց լեզվով ես-ն էր։ Հիմա հոգեբանության մեջ կա էգո եւ իդ։ Էգոն նշանակում է ես, իսկ իդը նշանակում է անո։ Ուրեմն անոն այն անգիտակցական մասն է, որ ոնց որ ես ու ինքը։ Տենց են ասել։ Բայց այն ես-ը, որ գրած ասենք իմ մեջ, հա, ես Արմենն եմ, ես sense ընտանիքում եմ ծնվել, ես sense տեղեր եմ գնացել, հա, ես։ Այդ որ գրած է, այդ ուղղակի գլխիս մեջ մի բան է գրած։ Ու այդ գրածը, որ գալի բերանով արտահայտվում, ասում է ես տտտ, այդ չդարով, որ իմ էությունը այդ գրածն է։ Այդ գրածը ուղղակի հեքիաթ է իմ էության մասին։ Պատմությունը քո մասին, որը դու չես։ Հա, պատմությունը իմ մարմնի մասին։ Եթե մարդուն թվա, թե այդ իրոք ինքն է, ու ինքը իդենտիֆիկացվում է իր էգոյի հետ, հա, դրանով ինքը սահմանափակում է իր երջանկությունը, որովհետև ինքը տգիտության մեջ է, տամասի մեջ է։ Երբ որ ճշմարիտ ինքը այն կյանքն է, որ Արմենին է ապրում, բայց եթե ինձ թվա, թե ես Արմենն եմ, որ կյանքն եմ ապրում, բայց այնինչ ես գիտակցությունն եմ, հոգին եմ, որ Արմենին է ապրում հիմա։ Եթե ես հակառակ մտածեմ, արդեն բարձ է, որ չեմ կարող ես լրիվ խաղաղ ու հանգիստ լինեմ, որտեղ ես իմ տան մեջ չեմ նստած, այլ ինչ որ թվացial բանի մեջ եմ, որ իրականում այդպես չի։ Եվ էգոից ազատվելով ու կարողանալով բաց թողել, որը որ դժվար գործ է։ Հիմա ես նենց չի, որ այնպես բաց թողած եմ, այսինքն ես էգո ունեմ եւ շատ ժամանակ ջանք պետք է դնես, որ խոսքդ էգոից չգա, այլ խոսքդ գա ավելի խորը տեղից, հա, բայց որ խորը տեղից է գալի, դու քո այն ոնց որ դիեզերքի արմատներից ես ապրում, խոսում, համ ինքնազգացողությունը տա լավանում, համ աչքերդ են բացվում, էներգիայի հոսքն է լավանում, քեզ ավելի լավ ես սկսում զգալ, ուշներին ավելի լավ ես կարողանում օգնել։ Եվ ինչ հիասքանչ կլներ, որ Հայաստանում ավելի շատ մարդիկ այդ տրանսֆորմացիան ապրեին, ոնց որ այդ level up-ը ունենային, որտեվ այդ մեր երկրին կտար հզորություն։ Ես տենց եմ տեսնում այդ իրոք, որ մեր երկրի հզորանալու ճանապարհը այնա որ անհատները արթնանան ու այդ ես էլ եմ դա տեսնում։ Չէ, հա, հզորությունը։ Այն որ մարդու հոտ կա, այդ այնքան հավես է, այնքան զիլ է։ Սենց մի տեսակ այդ արևի լույսի կողքը ուզում ես գնաս տենց նստես, ընկերանաս, տաքանաս ու եթե տենց մի քանի արևներ են, տենց մի հատ ավելի հզոր դաշտ է ստեղծվում ու այդ շատ սիրուն է, այսինքն արժի ապրել, հետազոտել ու վառել այդ ներքին կրակը, արթնանալ։ Վառեցնել, հա, հա,
որ ասիր վառել ներքին, ասես մի տեսակ ասում եմ ինչ, հետո հասկացա ինչ նկատի ունես, որ ներքին գրակը հանգած էր ու նորովի որ սկսի ամեն ինչ կա այնտեղ, ոնց որ այդ ֆիթիլը կա, լուցկին կա, բայց մնա վերցնես մի հատ չխկանես։ Սա դրած է, ոնց որ այդ բազային նաստրոյկաների մեջ այդ ամեն ինչը կա, բայց որոշակի ինչ որ բան է։ Բայց արի հարց տամ։ Եթե մարդը մահճակալի վրա քնած է, խորը քնած է, այդ ֆիթիլն էլ դրած է, այնտեղ լուցկին էլ դրած է, չէ՞։ Ու ճիշտ է ինքը կարա ընդամենը վերկենա վառի, բայց եթե ինքը 10 տարով քնած է, ոնց անի։ Դե այսինքն կարելի է մի հատ ինչ է պետք, փաստացի։ Մի հատ թեթև ցնցում։ Ցնցում, այդ եմ ասում, որ մի հատ վերկեն։ Այո, մի հատ ապտակ։ Հայրամայրական։ Լավ, որ ասացի խոստացած։ Հա։ Վաու։ Հետաքրքիր զրույց է։ Պատմությունը խոստացված, իմ տենց վերջին ուղևորությունից կպատմեմ, ամեն անգամ ինչ-որ մի հետաքրքիր ու տարօրինակ ու միստիկ սենց բան է լինում, ոնց որ սենց բառերով հնարավոր չի այդ ասել ու մի քանի շերտերով, մի քանի հարթություններով միևնույն ժամանակ այդ նաև Վառանասին էր, որ ինձ բացվեց որպես սիրո քաղաք, հիմա շատերը ով գիտի վախում են մահվան քաղաք են ասում, բայց այնտեղ միայն սեր է, համենայն դեպս իմ համար։ Այս վերջին ուղևորությունն էս պետքա մենակ գնայի, բայց այնպես ստացվեց, որ ընկերներիցս մեկը Սվետան ում հետ Կայլասի շուրջ պտտվել ենք միասին Տիբեթում ու հոգևոր քույրեր ենք դարձել այդ ընթացքում, հիշել ենք իրար, ասաց ինչ կլինի, զգում եմ, որ ես էլ կուզեմ հետդ գալ, դու ոնց որ լինես իմ ուղեկցորդը, որովհետև Հնդկաստան ոնց որ այնպես է ստացվում, դու ես իրա մասին պատմել ու քեզանով եմ տեսել ու սիրահարվել Հնդկաստանը, ասացի լավ, համոզեցիր, արի։ Գնում ենք Տոմսերը նույն ժամանակ, որ պիտի նույն օրը հասնենք ու միասին մեքենան մեզ տանի Վրինդավան, դեպի Կրիշնայի քաղաքը։ Չէի պլանավորել Վրինդավան իրականում, բայց ոնց այն որ մեսեջը գալիս է, դու հասկանում ես, որ ձև չունես պլստալու, դու պիտի գնաս Վրինդավան։ Ասում եմ, Սվետան ասում է, իրական չգիտեմ Վրինդավանը ինչա, բայց դու որ գնում ես, ասում ես, ես հավատում եմ, բան, վերցնում է Տոմսը։ Ու այնպես է ստացվում, որ ինձ տարածությունը մի օր, այսինքն համ Երևանից է ուշացում տալիս, համ շարժայում եմ ես կեսօր մնում։ Ինձ տանում են այնտեղ հյուրանոց ու ես ընդունում եմ, ասում եմ, հասկանում եմ, տիեզերք, հիմա դու ինձ հետ ես պահում, հիմա պիտի սա իմ ու Սվետայի մարտահրավերն է, ինքը պիտի տակից դուրս գա, ինքը հարց ունի այնտեղ լուծելու, մինչև ես հասնեմ իրան։ Ու ասում եմ, Սվետա ջան, արի այն մեքենան, որը մեզ համար են պատվիրել, քեզ թող տանի, հասցնի, մեր հյուրանոցը ավելի ճիշտ աշխարհը արդեն պատրաստ է, դու կգնաս այնտեղ։ Գնում է այդ աղջիկը, ես մնում եմ շարժայում։ Ու զանգ է տալիս, ասում Անահիտ, եթե քեզ այդքան կարոտած չլինի, ես հիմա ճամպրուկներս հավաքել եմ ու թռել եմ ես քաղաքից։ Սվետա, ինչ ա եղել։ Դուրս եմ եկել, ուզում եմ գնամ ինչ-որ մի բան առնեմ սենց սնվելու համար ու սենց Ես հասկանում եմ, որ սա իրա խաղն է։ Ես այսքան, ասենք, տարիներ է գնում եմ, պտտվում եմ ամիսներով, ես տենց բան չեմ տեսել։ Ես հասկանում եմ, որ սա Սվետայի խաղն է, հատուկ բեմադրությունն է իրա համար։ Ու աշխարհը տենց իրա հետ հիմա խաղանում։ Ասում եմ, Սվետա, հիմա գնում ես համար, Պրոստը պրիմի и расширяйся, ասում եմ, ընդունի ու լայնացում տուր քեզ, ընդունի ինչա գալիս տիեզերքից քեզ, հասկանում ես, թուլացի ու հանգստացի։ Ու Սվետայիցս կես օր լուր չկա։ Արդեն անհանգիստ եմ, գնում եմ, հասնում եմ տեղ, մտնում եմ ընդունարանը, որ հասկանամ, որ սենյակն են տվել ընկերուս, որտեղ է ինքը, ու ասում են, այդ ձեր ընկերունն է կապիկը գծել։ Ասում եմ, մենակ այդ չէ, ու ասենք Սվետան էլ գիտես, են իրա ֆենզի, պայուսակով լրիվ լյուքս վիճակներով, սենց եկել հասել է Հնդկաստան, տենց։ Բայց դու արդեն ինձ իրա մասին բիզնես կլասով, ու ոնց որ այդ իրա մի ասպեկտն է։ Հնդկաստանի հետ իրա ոնց որ Տիբետ բան շատ ուժեղ փորձառություններ ունի անցած, բայց Հնդկաստանը ամեն դեպքում ինքը sense նոր է բացում այդ էներգիաները իրա համար։ Եվ գնում եմ սենյակ, արդեն մտահոգ, որ կապիկը գծել է, ինչ կապիկ է, ինչ կապիկ չի, sense մեկը Սվետան շողարցակող դուռը բացում է, Անահիտ, ասում եմ Սվետա, շատ զիլ է, ինչ որ ինչ է հետդ կատարվում։
Բավը դու ասացիր ինձ ռաշիրայսը լայնացիր, ես ընդունեցի դա, պարկեցի քնելու, զգացի, որ ես լայնացա ու տարածքը ինձ ընդունեց։ Ասում եմ աղջիկ ջան, իսկ կապիկը ոնց որ քեզ չի գծել։ Լիսի ասում է գնացի բանը տենց սուրճի հետ ինչ որ բան գնեցի, որ գամ գոնե ինչ որ սենց մի ձև սնվեմ մինչև քո գալը, կապիկը եկավ տոպրակը քաշում է քաղցրավենիքի։ Ես չեմ տալի, իբր ես քեզանից վատ կապիկ եմ։ Քաշում է, բայց հասկանում ես հանումանն է, ոնց որ այդ տարածքի էներգիան է եկել, ասում եմ մի հատ падնաշենյա տուր, մի հատ ինձ ողջունի։ Այս աղջիկն ասում է ոնց որ չէ։ Քաշում է տոպրակը ձեռից, կապիկը ասում է դե որ ինձ այս լավ կապիկ է սար ու բախտը բերում է գծմտում է գծելու փոխարեն գծմտում է։ Ձեռով։ Բուդը պոկում։ What? Դե ինքն էսենց կարճ շորտիկներով է իր բան վիճակն է Վրինդավան, հասկանում ես, ասենք որտեղ մարդիկ ու այդքան ուրախ ինքը դուրը բացել։ Ու այդքան ուրախ է դուրը բացում։ Ասում եմ լաս, դա այնտեղ ասում եմ փաստորեն պերեկիսը, որ սառնահանումս մնացել էր տակը, այսքան ու վերջին պահին դրել եմ պայուսակս քո համար է, հանում տալիս եմ, այդ մշակում ենք։ Մյուս օրը Վրինդավան քաղաքի շուրջ պարիկրամ ենք անցնում, քանի որ ընդամենը 2 օր թե 3 օր ունենք Վրինդավանում անցկացնելու ու ինքը հազարավոր գիտես տաճարների քաղաք է, որպեսզի միանգամից բոլոր տաճարների օրհնությունը ստանաս, պարիկրամ ես անում ու այնտեղ շատ ոնց որ զիլ ընկեր ունենք, ով այդ ամեն ինչը կետարկետ հուշել էր, թե ինչը ոնց, բայց սենց կասկածով էր ինձ մոտենում, քանի որ ֆիզիկապես չէր ճանաչում, որից հետո իրականում թե տեսա ոնց անց այդ ճանապարհը, ասես դուք իրական ճանապարհորդ եք ու իմացեք, որ սրանից հետո հենց գաք Վրինդավան, ես ձեր անձնական ուղեկցորդն եմ լինելու, ինքը բարձրաստիճան Կրիշնայիտների ուղեկցորդ է, հատկապես Ռուսաստանից այդ խոսնակները, որ գալիս են, ինքը անձամբ իր բայկով բոլորին տանում է, տեղավորում է, տանում է այդ սատսանգների, բերում է այդ կազմակերպիչն է, Աջունջին, եւ նաեւ Հիմալայները ինքը տուրեր կազմակերպում շատ ուժեղ մաստերների համար։ Մի խոսքով այդտեղ անցնում ենք այդ պարիկրամը ու պարիկրամին ընկերուհիս հասկանում է իր արածը, բանաններ է գնում ու կերակրում է ճանապարհին կապիկներին։ Այդ ոնց որ այդ կիքսը իրա ոնց որ հասկանում է ուղում է։ Սի մալադից որ ինչա լինում հետո։ Վերջին նախավերջին օրը ինձ հանդիպում է մի մարդ, ով իմիջիալոց Անգլիայում է կրթություն ստացել սովորել, հետո եկել է Վրինդավան իր հայրենի տուն ու այդտեղ սկսել է ծառայության անցնել ու աշխատացնել այդ աշրամը, հայտնի աշրամը այնտեղ, հնդիկ։ Ու ինձ կանչում ասում է քեզ բան ունեմ ասելու, ասում եմ ինչ ա եղել։ Թղթի վրա գրում ասում է այս տեղերը դու պիտի գնաս, ասում է այս տեղերը ես ոչ մի տուրիստի կյանքում չեմ ասել, բայց ես տեսնում եմ որ դու տուրիստ չես ու պատահական չի որ դու այստեղ ես։ Հիմա ասում եմ խոսքս եթե հետագայում դու երկար գաս գնաս ու ճանաչես, կհասկանաս որ հիրավի ես ոչ մեկի չեմ ուղղորդում ուր գնա եւ ինչ անի, բայց ես հասկացա որ Կրիշնայից մեսիջ է եկել եւ քեզ հրավիրում է գնաս այնտեղ որտեղ Ռաթան ու Կրիշնան ամուսնացել են եւ միակ տեղն է որտեղ Կրիշնան իր փետուրը ֆլեյտան թողնում է եւ փետուրով սանդուրա քսում Ռաթային իրանց պսակադրության ծառի տակ։ Բայց խոսքը շաքարով կտրեմ էլի Կրիշնան ու Ռաթան չեն ամուսնացել։ Իրանց Կրիշնան ու Ռաթան ոնց չեն ամուսնացել։ Իրանց մոտ պսակադրություն է եղել։ Այդ այստեղ հետաքրքիր է, լյասա։ Հիմիկվա շատ հինդուիստական սեկտաներ հակված են այդպես նայել, բայց նույնիսկ իրանք են գիտեն, որ Ռադան այն աղջիկներ, ում հետ Կրիշնան 15 տարեկան ժամանակ գյուղում ուղղակի ընկերություն էր անում։ Տես։ Բայց իրենք չեն ամուսնացել։ Okay, հետաքրքիր է, ինձ էլ էս ուսումնասիրելու թեմա է։ Ուրեմն ըստ իրանց այդ լեգենդների Բրահման իջնում է, որպիսի Լաքշմի մարմնավորում ստացած Ռաթայի ձեռքը տա Կրիշնային, ես չեմ կարող ասել այդտեղ իսկապես պսակադրության արարողություն եղել է թե չէ, բայց սանդուր են դրել։ Եվ այդտեղ կա կալոձից շատ ոնց են ասում հայերեն, ջրամբար, չէ, փորած տենց բանա, որի մեջ ջուր է, որը էլի ասում են հազարամյակների պատմություն ունի եւ այդ ծառը ամենահին ծառերից մեկն էր։ Եվ նաեւ
ուղղորդում են այն ծառի մոտ, որտեղ որ Կրիշնան ֆլեյտա է նվագել գոպիների համար։ Հիմա այդ պահը հետաքրքիր է։ Շատ ծառի մոտ։ Բայց ամենահայտնի չէ, տխրացնելու պահը չի, իրականում ինձ շատ հետաքրքիր է այդ ամեն ինչը։ Ճակերտավոր եմ ասում, տենց խաղն եմ մի քիչ անում, մի քիչ տխրացնեմ քեզ։ Ռադա անունը մինչև 1000 թվական Քրիստոսից հետո որևէ սանսկրիտ գրության մեջ այդ բառը չկա։ Ռաթա, իրան նաև դհարա են ասում։ Համրին դեպս Ռաթա անունով չկա ինքը, ոչ Շրիմադ Բհագավատամի մեջ, ոչ Վեդաների մեջ, ոչ Մահաբարատայի մեջ։ Ինքը Չայտանյա Մահապրաբհուից սկսած է խոսեցվում։ Իսկ ինչի հետ է կապված, որ ստեղծվել է այդ կերպարը։ Ըստ քեզ։ Ինչու՞մ է եղել իրար, որ նշանավորի գյուղացի կանանց կարևորությունը դերը, հա։ Հա, շատ ավելի հեշտ էր ժողովրդի համար կապվել այդ մարմնավորման հետ, ոնց որ սովորական գյուղի աղջիկ եւ հա։ Ինքը շատ սիրուն պատմություններ, հա։ Շատ սիրուն երգեր կա Ռաթա Կրիշնա, բայց ինչևից է, սա ամեն ինչը դնենք մի կողմ, ճիշտ է, ճիշտ չի, բայց որ ծառերից մեկը իսկապես սուրբ ծառեր են առումով, որ իր ներսից թմբուկի ձայն էր գալիս։ Եվ այդ թմբուկը ինձ թվաց սկզբում ինչ-որ մի բան այդ մարդիկ են չեն հասկանում եւ իսենց փակում են իրանց ձեռքի եւ պուլսացիայի ռիթմն է, մինչեւ որ ես ինքս ականջ չդրեցի ու իսկապես այդ ծառը իր ուրույն երաժշտություններ նվագում իր ներսից։ Դե իրական ոնց որ մեր Սասունցի Դավիթն է տարբեր աղբյուրներից տարբեր ձևերով ինչ-որ թեթևակի տարբերություններ տալիս։ Ինչևից է։ Չէ, եթե դու նայես բանը, օրինակ Մահաբարատան կամ Բհագավատա Պուրանան, հա, այսինքն կոնկրետ վեդայական ժամանակաշրջանի որևէ գիր դու չես կարող գտնես, որ իրարից տարբերվեն նույնիսկ։ Դու կարաս ունենաս երկու տարբեր Պուրանա, որ մեկը մի քիչ սենց խոսի, մեկը մի քիչ նենց խոսի, եւ այդ մի փոքր կարծես բանի մեջ, հակադրության մեջ իրականում ամբողջ պատկերն է իրար վրա գալի։ Կարաս դու ունենաս մի Պուրանա, որ Շիվային է ասում որպես բարձրագույն դրսևորում, հա, մյուսը Վիշնուին, հա, գասի բարձրագույն դրսևորում եւ այդ երկուսը իրար հետ եթե դու դնես ու մի հատ էլ ավելացնես արիականից դուրս օրինակ, հա, մի հատ էլ դրա վրա ավելացնես օրինակ քրիստոնեական տեսանկյունը, բայց սաղ որ դնես իրար վրա ու ծխածմրված բաները հանես, բայց սաղի հիմքը պահես, նոր կհասնես։ Ամբողջական պատկերը։ Իրականում այսա արդեն ավարտում ենք։ Այն եմ ուզում նշել, որ ես էլ Արմենն էլ այդ առումով մենք մեր հետազոտությունների մեջ ենք ու հենց հետազոտությունները շատ ժամանակ ճշմարտությանը հասնում ես այս դիալոգների միջոցով դուք էլ կարող եք միանալ մեր ուսումնասիրություններին, դուք էլ ձեր ձևով հետազոտեք աղբյուրները, ինչի՞ չէ, եթե արդեն տիրապետում եք գրեք կոմենտներում ու երևի թե այսօրվա համար այսքանը Եվ նաև ձեր աղբյուրների վրա սովորեք, որ մի հատ այսպիսի հարց տակ ChatGPT-ին մեկ ասեք ես այսպիսի բան եմ լսել, արդյոք դա ճիշտ է դասական սկզբնական աղբյուրների հիման վրա, թե հետո է։ Արի ես բանը դու ChatGPT-ը ճիշտ ես էլ մի հատ հետաքրքիր ինչ կա։ Ճշտացում եմ բազում անգամ։ Այդ ծառի մասն էլ հետաքրքիր է։ Բայց որ ծառը իսկապես միստիկ կախարդական էր, անկախ ամեն ինչից, դա իրոք այդպես էր։ Միջակայքս ChatGPT-ին ասեմ, որ հալաջուղի տեխնի ընդունեք, մարդու վարպետությունը այն ժամանակ ChatGPT-ի հետ աշխատելուց, երբ որ դու կարենաս հասկանաս, երբ ինքը կոպիտ ասած զբաղթացնում ու կարենաս ուղղորդես իրան դեպի որ հեկավ, այս բանը սխալ հասկացար, ու ինքը գործիք հա ճշմարտություն փորձել հասկանալու համար, բայց ինքը ճշմարտության աղբյուրը չի։ Այո։ Հիմա տես, եթե ես ChatGPT-ին այդտեղ գնալուց առաջ այդ մարդուն ստուգեի հարցը տայի, կաղա չգնայի, բայց մենք գնացինք ու այնտեղ լիքը նվերներով հետ եկան, որի մասին լրում եմ, որի մասին անհատական հանդիպմամբ։ Այդ հետո քեզ կպատնեմ։ Շատ լավ։ Այսքանը։ Եթե սիրեցիք այս հաղորդումը, կարող եք
գրել կոմենտներում, ինչն է ձեզ հետաքրքիր է զրույցի ընթացքում, ինչը կուզեք խորացնել, եթե ինչ-որ թեմաներ կա, որ կուզեք նորից Արմենի հետ հանդիպենք ու խոսենք այդ թեմաներից, ապա սիրով։ Եվ մի փոքրիկ հետգրություն ասեմ, եթե ուզենք կարող դնենք, եթե չէ, չայտան եմ probably անասին, որ ասում էի, որ առաջինը ոնց որ Իրանից է սկսվել պոպուլարիզացվել ռաթայի գաղափարը, եթե չեմ սխալվում 1500 թվականների։ Ես իր ծննդավայրը գնացի եւ այնպիսի հիասքանչ սիրուն էներգիաներ եմ զգացել այնտեղ, որ շատ ոնց որ սիրո, ընդունման, հանգստության, այսինքն ես կարող եմ ասել, որ հեյ ինքնա այդ անունը ոնց որ շուտ չկար, բայց ինքը հիասքանչ է։ Ռաթան ու Կրիշնան ինչ-որ առումով Ռաթա կարող է ֆիզիկապես եւ չի եղել, գուցե եւ Կրիշնան էլ որպես այդպեսին ֆիզիկապես չի մարմնավորվել, այդ որ ասում եմ չեմ տեսել, չեմ կարող, բայց այն ինչը դու կարող ես գալ էներգիաները, այդ ամեն ինչից բխող, քո անձնական փորձառությամբ, որը ChatGPT-ին դժվար կարող է զգալ ու ուղղորդել, այն մարդիկում կհանդիպես ճանապարհին, ինչպես դու ասացի, այն ինչ որ արարիչը մոգոնել էր, թե ինչի դու պիտի գնայր, գուցե հենց այդ ծառի տակ նստեիր։ Դա է ճշմարտությունը։ Այդ ամեն ինչը ChatGPT-ից դուրս է։ Ամեն։ Ապրես։ Սիրեցի։ Ես հենց մի քիչ 15-20 րոպե հաշվարկով էի, բայց արդեն զուշացա։